Խորհրդարանական Հայաստան և պատիվ ունեմ խմբակցությունների մոտ 1 ժամ տևած բանակցություններից հետո խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր Հայաստան խմբակցությունը հայտարարում է, պատրաստ է ապահովել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար իր 28 պատգամավորի ստորագրությունը, հենց իմպիչմենթի գործընթացը սկսվի։ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավորներն ասում են, գործընթացն արդեն սկսվել է, բայց այդ մասին ձևաթուղթը ստորագրել է 6 պատգամավոր, 6-ն էլ պատիվ ունեմից։ Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը Դավիթ Համբարձումյան թեկնածուով արդեն իսկ մեկնարկած է եւ դրան ստորագրել են 6 պատգամավոր պատիվ ունեմ խմբակցությունից։ Հայաստան խմբակցության համար անորոշ է, թե կոնկրետ երբ է սկսվելու իմպիչմենթի գործընթացը։ Իշխան Սաղաթելյանը պնդում է, Հայաստան խմբակցության 28 պատգամավորների ստորագրությունները խմբակցության գրասենյակում դրված են, շատ էլ որ Facebook-ում ցուցադրաբար չեն հրապարակել։ 28 ստորագրությունը կա, հիմա չեմ ես էլ վերջնի մեջին դա դնում, որովհետև կարծում եմ խոսքը արժեք ունի ու այդ վստահությունը կա, եթե ասում են կա, կուզեք կհրապարակի։ Հայաստան խմբակցությունը հիշեցնում է, որպեսզի խորհրդարանում մեկնարկի իմպիչմենթի գործընթաց, անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն, ինչը ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին չունեն։ Եթե ՔՊ-ից չմիանան պատիվ ունեմի նախաձեռնությանը կամ եթե փողոցային ճնշմամբ չգեներացվի Փաշինյանին հեռացնելու պահանջը, անվստահության գործընթացը չի էլ սկսվի, ինչից միայն կշահի Փաշինյանը։ Այսպիսով Հայաստան խմբակցության պատգամավորները ստորագրություններով կմիանան, հենց հայտարարություններին զուգահեռ փողոցային պայքար սկսվի։ Պետք է ջանքերը գործադրել, ապահովել եւս 2 ստորագրություն, որպեսզի ցանկության եւ հարմար պահի կարողանանք մտնել խորհրդարան եւ դրանից հավելյալ ստորագրություններ եւս 18-ը, որ գործընթացը հասնի հաջողության։ Մենք դա պատկերացնում ենք, որ կարող է տեղի ունենալ բացառապես փողոցային պայքարի եւ համաժողովրդական ճնշման արդյունքում եւ պատրաստ ենք այդտեղ եւս մեր մասնակցությունը ունենալ։ Պատիվ ունեմի պատգամավորները չեն բացառում, որ պայքար կտանեն նաեւ փողոցում։ Մենք մեր անելիքները բոլոր հարթություններում, թե տեղեկատվական, թե փողոցային ճնշման, թե քաղաքական, շատ հստակ գիտենք եւ իրականացնելու ենք վստահությամբ, որ դրանք հաջողությամբ են ավարտվելու։ Ինչու է այսքան վստահ պատիվ ունեմ խմբակցությունը, եթե իմպիչմենթի նախաձեռնության հաջողության համար, բացի ընդդիմադիրների ստորագրություններից պետք է եւս 2-ը, բայց նույնիսկ ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն են ասել, հարգում են պատիվ ունեմի առաջադրած թեկնածու Դավիթ Համբարձումյանին, բայց իրենք իրենց թեկնածուն ունեն։ Լիլիթ Գասպարյան, Առաքել Օհանյան, Հայլուր։